Ամեն դեպքում յոգան եղել է հոգևոր պրակտիկա առաջնահերթ։ Մենք սովոր չենք այդ ամենին։ Յոգան բոլորի համար է։ Դրա համար գորգ է պետք։ Արդեն դու երգիչ ես, դերասան, հաղորդավար, շոումեն, կարող եմ էլի թվել ու այս ամենի հետ հասցնում ես նաև ինտենսիվ զբաղվել յոգայով։ Այո։ Ինչու։ Ինչու ես դու յոգայով զբաղվում։ Որովհետև դա ամեն անգամ հանդիպում է ինքս ինձ հետ, հանդիպում է այն իրավիճակի, հույզերի, էմոցիաների ու տրամադրության հետ, որում ես գտնվում եմ ու որից գուցե եւ այդքան էլ տեղյակ չեմ, ինչը կարող եմ հայտնաբերել այդ րոպեին յոգայի գորգի վրա արդեն ասանաները անելիս, յոգա բառը ինքը union, միացություն, հա, միտք, մարմին, այո, շունչ, եւ այդ ամեն ինչի միացության արդյունքում, այսինքն դա ոնց որ ես գալիս եմ գորգի վրա, մի հատ իմանամ ոնց ես Արսեն ջան, ինչա կատարվում ինքդ քեզ հանդիպելու։ Ինքս ինձ հանդիպելու։ Իհարկե յոգայի պրակտիկան այնքան հարուստ պրակտիկա է, որ ամեն անգամ կարող է շատ տարբեր լինել, ամեն անգամ կարող են շատ տարբեր էմոցիաներ լինել, դու կարող ես հայտնվել գորգի վրա մի տրամադրությամբ, նպատակով ու պրակտիկայի ընթացքում բոլորովին այլ կերպ դրսևորվել, զգալ քեզ ու դուրս գալ գորգից բոլորովին այլ կերպ։ Ինչու են զբաղվում յոգայով, նաև շատ նպաստել է իմ մասնագիտական նպատակները։ Շունչը կարգավորել է, օրինակ, որպես հաղորդավար ու երգիչ, թե շնչառական վարժություններ, որոնք մենք արել ենք Թատերական ինստիտուտում, որոնք ես ցայսօր անում եմ, եթե հետ գնանք սկզբունքներին, որոնք մեր մասնագիտական շնչառական վարժություններն են, շատ բաներ կնկատենք յոգայից։ Առասարակ կյանքում շատ բաներ կնկատենք, որոնք տարբեր թե մարզաձևերում են օգտագործված, թե պարարվեստում է օգտագործված, խորեոգրաֆիայում, բայց սա չի նշանակում, որ յոգան այդ ամեն ինչն է, հա, այսինքն հիմքերը տեսնում ենք հազարամյակներ առաջ, որը գալիս է յոգայից։ Բայց ես յոգայի մասին այստեղ երբ որ լսեցի իմ ընկերներից Զառան, երբ որ ինձ հորդորում էր, խորհուրդ էր տալիս յոգայով զբաղվել, ես ունեի ինչ-որ պատկերացումներ յոգայի մասին, որ այդքան էլ բաց չէի, ու չէի պատկերացնում, ինչ-որ սենց մեկ-երկու անգամ գնալով, հետո եթե բաց էի թողնում պրակտիկան ավելի հանգիստ էի, որ ոչինչ չստացվեց, չգնացի, իսկ հիմա եթե մի օր հանկարծ բաց եմ թողնում իմ պրակտիկան, ես իրապես զգում եմ դրա բացակայությունը։ Հետո երբ որ գնացի Նյու Յորք դերասանական վարպետության դասեր վերցրեցի, ամառային ինտենսիվ էր դպրոցի, շատ հետաքրքիր է, որ բեմական խոսքի դասախոսը առաջին օրը հարցրեց ովքեր են զբաղվում յոգայով։ Ես մտածեցի, օհո, ինչ է, եւ իհարկե դասարանում կային շատ մարդիկ, տարբեր տեղերից, Ամերիկայից, տարբեր ազգերի, ովքեր ասացին, որ զբաղվում են յոգայով, եւ ինքը ասաց, որ հիանալի է, այսինքն դուք ինձ մի կես րոպե ավելի շուտ կհասկանաք, քան մնացածը, ու հետո նաեւ իմ սիրելի դերասանների մասին էլ կարդալով, իմանալով ովքեր են զբաղվում, ես մտածեցի, որ այն կարող է նպաստել, ու ես չսխալվեցի, ինձ շատ օգնում է յոգան, թե կյանքում, թե իմ մասնագիտության մեջ։ Հետաքրքիր է քո ճանապարհը տես նաև մասնագիտության առումով է կարևորել յոգայի դերը, բայց մարդիկ այսօր յոգայի կարող են հաճախել ուղղակի, որովհետև օրինակ դա տրենդ է, որովհետև հիմա ֆիթնեսը, չէ, ֆիզիկական ակտիվությունը եւ այլն դարձել է մեր նստակյաց կյանքի կարևոր բաղադրիչը։ Ըստ քեզ բոլորը հասկանում են յոգայի գնալու ինչի մասին է։ Ասում է հիմնականում մարդիկ գալիս են այլ նպատակով յոգայի, բայց մնում են բոլորովին այլ դրդապատճառներով։ Այսինքն կապ չունի թե ինչն է մղիչ ուժը հանդիսանում, որ դու սկսես զբաղվել յոգայով։ Յոգան հետո քեզ ինքը կպահի իր հետ ու քեզ կտանի բոլորովին նոր ուղիներով։ Ես սիրում եմ ստեղծագործական միտքը ոչ միայն հենց բուն ստեղծագործության մեջ, այլ կյանքում էլ, որովհետև հավատում եմ, որ մարդը ստեղծարար է,
եւ յուրաքանչյուր մարդու փրկության լավ իմաստով կետերից մեկը դա արվեստն է, ստեղծագործությունն է։ Յոգան շատ անսահման է այս իմաստով, այսինքն այնտեղ շատ կա ստեղծագործություն, այնտեղ անդադար շերտեր են բացահայտվում քեզ համար, թե հենց ֆիզիկական, որ ինչ հետաքրքիր է այն մարմինը, որ ինձ տրված է, ինքը իր սահմանների մեջ է, բայց այդ սահմանների մեջ ունի անսահմանություն։ Ինչպես օրինակ, չգիտեմ, լավագույն ազատությունը դա դիսցիպլինար ազատությունն է, որովհետև եթե կա դիսցիպլինա, այդ ազատությունը իսկապես կարող է անսահման լինել։ Թեպետ դիսցիպլինա բառը ինքը ոնց որ թվացial սահմանափակում է, չէ՞, ինչ որ բաներ։ Կարծում եմ նույնը կա յոգայում։ Դու հայտնաբերում ես, որ քեզ տրված է բնությունից հնարավորություններ քո մարմնի հետ կոնտակտ ունենալու։ Իսկ յոգայում կարևոր է նաև քո սահմանափակումները լավ իմանալը ու ճանաչելը։ Եթե չիմանաս էլ կբացահայտվեն։ Գորգի վրա միանգամից։ Գորգի վրա միանգամից կբացահայտվեն, որովհետև չգիտեմ, օրինակ կարող ես ոլորում անել, թվում է թե զուտ ինչ-որ գործողություն է, չէ՞, բայց քանի որ հենց ստոծանի հատվածն է ոլորվում, դիաֆրագման, որտեղ հիմնականում կուտակվում են էմոցիաներ, ու դու կարող ես քո առօրյայում կուտակել էմոցիաներ, որ ինքդ էլ զուտ ժամանակ չունենալու պատճառով չհասցնես ֆիքսել, որ ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան քեզ նյարդայնացրեց, ինչ-որ մի բան քեզ խանգարեց, որևէ հայացք կամ էներգիա, էմոցիա մարդկային, որը քեզ ինչ-որ իմաստով Չհասցրեցիր ֆիքսել, բայց քեզ բերում է սենց կամած մարդուն բերում է այս վիճակին։ Ու հետո դժվար է սպտտվում։ Հետո մենք տեսնում ենք, չէ՞, տենց տարիքի հետ էլ այսինքն ինչա փակվում է, չէ՞, մարդը։ Իսկ յոգան բացում է այդ ամեն ինչ, ու ասենք դու կարող ես ուղղակի մի հատ սենց ոլորում անել, բայց էմոցիոնալ իմաստով հասկանալ, որ ինչերա կատարվում այնտեղ, ինչեր կան կուտակված, որոնք քեզ խանգարում են ուղղակի շնչելու, եթե մի քիչ ավելի, չգիտեմ, sense ինչ-որ կենտրոնացված դիտարկես, հնարավոր է, որ այն ինչ-որ քեզ խանգարում է ուղղակի ազատ շնչելու, նույնիսկ խանգարում է քո գործունեության մեջ, քո կարիերայի մեջ, քո հարաբերությունների մեջ, ընտանիքի անդամների, ընկերների հետ փոխհարաբերությունների մեջ։ Հետաքրքիր է դու խոսում ես յոգայի ժամանակակից ընկալման մասին նաև, որովհետև այն յոգան, որը հիմա աշխարհում գոյություն ունի, իր տարբեր ձևերի եւ դպրոցների մեջ, երևի ինչ-որ առումով համադրված տարբերակն է ասանաների, հաթա յոգայի հիմքով եւ տարբեր ուղղություններով, բայց ժամանակին երբ յոգան ստեղծվում էր եւ ստեղծվել է, իսկ դա շատ անհիշելի ժամանակների մասին է, չէ՞ խոսքը։ Ամեն դեպքում յոգան եղել է հոգևոր պրակտիկա առաջնահերթ եւ աշխարհիկ կապվածություններից ազատվելու ձև ու միջոց, մեդիտատիվ տրամադրությունների մեջ մտնելու միջոց։ Ըստ քեզ այս հոգևոր կողմը յոգայի համադրելի է մեր կյանքի հետ ժամանակակից։ Եվ արդյոք այն կա քեզ համար։ Այն կա, բայց ես չեմ կարող ասել, որ այն միանգամից է ինձ համար բացվել։ Դա գալիս է պրակտիկայի հետ։ Ես հիշում եմ, երբ որ առաջին պրակտիկաների ժամանակ իմ ուսուցիչը Տաթևը Պետրոսյան, որ ինչ որ մի հարց կար, օրինակ, որևէ ասանայի հետ կապված, որ ես տալիս էի ու սկզբում հիշում եմ Տաթևը մի անգամ ասեց, ոչինչ 3 տարի հետո կհասկանաս։ Ինձ համար 3 տարին դա չգիտեմ որտեղ էր, շատ հեռու մի հատ ժամանակ էր, ու ես նույնիսկ նեղվեցի, որ ոնց թե ես գամ պրակտիկայի, ես գամ ինչ-որ մի բան անելու ու 3 տարի չհասկանամ ինչի մասին, թե ասենք ինչ է նշանակում, օրինակ, չգիտեմ, ազդրը կպցնել ոսկորին արտահայտությունը, օրինակի համար, հա, կամ ուղղակի կանգնել, ինչ է նշանակում կանգնած լինել։ Ու ես հիշում եմ, որ տենց շատ ընկճվեցի այդ խոսքը լսելիս, որ 3 տարի հետո։ Հիմա, եթե Տաթևը ինձ նման բան է ասում որևէ հարցի համար, ես ուրախանում եմ, ասում եմ, ինչ լավ է, որ դեռ կա, հա, ճանապարհ անցնելու ու գոնե 3 տարի հետո հնարավոր է ես ունենամ այդ համադրությունը, կոնտակտը ինքս ինձ հետ։ Նայ, ասում ես տրենդ է, չէ, այսօրվա դրությամբ շատ թող լավ բաները տրենդ դառնան, այսպես ասեմ, որովհետև այս տրենդից
չի կարող մարդը օգուտով դուրս չգալ։ Եվ յոգայի պրակտիկայի հիմքում իհարկե նախ ֆիզիկականն է, որովհետև եթե դու քո ֆիզիկականի հետ չունես կոնտակտ, այսպես ասած, ինչպես կարող ես հոգևորի մասին ունենալ պատկերացում։ Ես հավատում եմ, որ մենք հոգևոր ստեղծագործություններ ենք որպես մարդ եւ այսօր ունենք այդ երջանկությունը այս մարմնի մեջ ապրելու եւ որքան կարեւոր է հոգևորը, նույնքան կարեւոր է նաեւ ֆիզիկականը, բայց ի վերջո այդ ֆիզիկական կարևորությունը քեզ տանում է շատ ավելի կարևորի ներքևից դեպի վերև, հողից դեպի երկինք։ Հետաքրքիր է։ Համադրելիությանը վերադառնալով, ըստ քեզ ինչպես է յոգան համադրվում մեզ հայերիս հետ եւ մեր ապրելակերպի հետ, որովհետեւ ամեն դեպքում մենք գործ ունենք արևելյան ուղղության ուսմունքի դպրոցի, նայած որ այն յոգայով, որ ես եմ զբաղվում, որը քեզ քաչ ծանոթ է, Այնգարի մեթոդն է, դպրոցը եւ Այնգարը հենց այն գուրուջին այն անձն է, որը յոգան հասանելի է դարձրել արևմուտքի համար։ Այսինքն մեզ նման երկրների համար, մեզ նման մարդկանց համար, ովքեր գենետիկորեն չունեն այդ պրակտիկան, ինչ ասենք հնդիկներ, չէ՞, եթե վերցնենք։ Մշակույթի մեջ էլ չկա մեծ։ Մշակույթի մեջ էլ չի։ Մենք սովոր չենք այդ ամենին, որպես ազգություն։ Դրա համար Այնգարի մեթոդը ինձ թվում է լավագույնն է, որ մարդ կարող է, այսինքն յուրաքանչյուր մշակույթի կրող կարող է իրեն տալ այդ հնարավորությունը շոշափելու եւ ծանոթանալու յոգայի հետ։ Ինչ վերաբերում է մեր մշակույթին, հա, ես հասկանում եմ, որ ինքը այդքան էլ սովոր չի մեր հասարակության համար յոգայով զբաղվելը, բայց օրինակ եթե դրա կողքին ես ասեի, որ մենք լողորդներ ենք ազգովի, կասեի դե ոչինչ, լավ, ինչ որ մի ֆիզիկական ուրիշ բանով շախմատիստներ ենք, Արսեն։ Շախմատիստներ ենք, համաձայն եմ, որը էլի գալիս է Հնդկաստանից, այսինքն եթե շախմատի հետ կապված մենք ունենք այդ սևեռումը, ընկալումը, ինչը հիանալի է, ապա տեսնենք նրանք թե էլ ինչ են առաջարկել աշխարհին, որովհետև նայել է եւ մտքի եւ մարմնի առողջության մասին է ու ի վերջո նրա մասին է որ քո կյանք ավելի որակյալ է դարձնում որովհետեւ հիմա մենք ապրում ենք ունենք մեր կենցաղը առօրյան զբաղվածությունը կծկումները կամ չգիտեմ ուրախությունները բայց կապ ունի ինչ որակով դու կարող ես դա ունենալ հիմա նույն ազգի հետ կապված այսինքն խնդիրը մենակ յոգան չի չգիտեմ, այնպես չի, որ ամբողջ ազգը, օրինակ մարզասրահներում է եւ ունի կապ իր ֆիզիկականի հետ, յոգան լավագույն ձևն է դրա։ Ես կարծում եմ յոգան մաքսիմալ անվնաս ձևն է ու մարմնի հետ, այո, եւ ըստիս ամենաերկարատև, որովհետեւ դու կարող ես ինչքան կյանք որ քեզ տրված է չգիտեմ 80-90 տարեկան մարդիկ կան, որոնք զբաղվում են յոգա պրակտիկայով։ Այլ մարզաձևեր ունեն ինչ-որ ժամկետներ եւ դու չես կարող միջև վերջ գնալ։ Իհարկե յոգան որպես մարզաձև չեմ առաջարկում, այլ որպես հենց ֆիզիկական պրակտիկա, այս իմաստով կարծում եմ, որ ամենաերկարատևն է, որ կարող է մարդու հետ լինել եւ ու անկախ նրանից դու որտեղ կլինես, ինչ պայմաններում կլինես, արդյոք կլինի համապատասխան միջավայր կամ սրահ յոգայով զբաղվելու համար, չէ, յոգան մի բան է, որը տրվում է քեզ ու այն կարող է միշտ քեզ հետ լինել, այսինքն դու արդեն բավական ես, որպեսզի զբաղվես քեզնով։ Արդյոք էս հարստություն չի։ Ինձ թվում է մեծ նվեր է։ Յոգան բոլորի համար է։ Յոգան բոլորի համար է, բայց բոլորը չեն յոգայի համար։ Ինչ նկատի ունես։ Ես չգիտեմ յոգան առանձնահատուկ ու յուրահատուկ մարդկանց է տրվում։ Իհարկե եղել է այդպես, որ ընտրյալներն, հա, ընտրված մարդիկ են զբաղվել յոգայով։ Որովհետև այն դասակարգման
մեջ, այսինքն եղել է, որ պետք է որոշակի դասի ներկայացուցիչ լինես, որոշակի գենետիկա կրող լինես, որպեսզի քեզ տրված լինի յոգայով զբաղվելը, բայց այսօր այս գիտությունը, որովհետև յոգան գիտություն է, նաև եւ գիտականորեն ապացուցված է որպես առողջության կարևորագույն պրակտիկաներից մեկը, հիմա այն կարող է լինել բոլորին, որովհետև նույն այնգար մեթոդում ստեղծվել են բազմաթիվ պարագաներ, պրոպսեր, որոնք կարող են յուրաքանչյուր մարդու օգնել զբաղվել յոգայով։ Յոգան բոլորի համար է, բայց բոլորը չեն յոգայի համար։ Հոգևոր կողմին յոգայի վերադառնալով, ըստ քեզ որքանով է, որովհետև ամեն դեպքում թե ոչ միայն Այենգար դպրոցում կամ գուցե Այենգար դպրոցում այդքան ընդգծված չէ այդ կողմը, չգիտեմ, դու ավելի լավ հիմա ինձ կհուշես, բայց յոգայի տարբեր դպրոցներում եւ պրակտիկաներում այդ մեդիտատիվ կողմը, հոգևոր կողմը աշխարհից կտրվելը, ներկայում ապրելը, այս պահի մեջ լինելը, շնչի վրա կենտրոնանալը, այս բաղադրիչները կան։ Սա համադրելի է մեր հայերիս հոգևոր մտածողության եւ աշխարհընկալման հետ, ինչ ես կարծում։ Արի խոսեմ մարդու մասին, որովհետև մեր հայերի մեջ էլ կան բոլորովին այլ հավատամք ունեցող մարդիկ, ովքեր տարբեր կերպ են հավատում։ Խոսքը կրոնի եւ հավատի մասին չէ։ Հա։ Այլ ապրելու ձևի։ Հա, ապրելու ձևի։ Ինձ թվաց, որովհետև եթե կրոնական տեսանկյունից շատ կան տարբեր մարդիկ, բայց ուզում եմ ասել, որ յոգան կարող է նպաստել եւ ավելի խորքային դարձնել այն ինչին դու հավատում ես, այն ինչպես դու հավատում ես, քեզ կարող է հաստատել դրա մեջ, քեզ կարող է ինչ-որ բաներից ուղղակի քանդել, որովհետև օրեր կան, որ դու կանգնում ես գորգի վրա ու թվում, ոչ թե թվում է, այլ իսկապես կառուցվում է ինչ-որ մի բան, թե հոգևոր, թե ֆիզիկական իմաստով, եւ օրեր կան, որ դու գորգի վրա ես, ու այն ինչ-որ գիտեիր, կարչել էիր ինչ-որ մի ձև, կարող է հոդս ցնդի ուղակի, փլվի։ Յուրաքանչյուր պարագայում պետք է շարունակել պրակտիկան։ Յուրաքանչյուր պարագա։ Ես այդպիսի օրեր ունենում եմ, օրինակ, որ մտածում եմ, որ գնամ լիցքավորվեմ, հա, այդ էներգիայով, եւ այդպես ինձ շատ են հարցնում, արսեն քեզ որտեղից այդքան էներգիա, ինչ լավ է այս հարցազրույցը եղավ, յոգան շատ է օգնում այդ հարցում։ Բայց օրեր են լինում, որ ես գնում եմ ու ուղղակի նենց մի հատ հաուտիկ ինչ-որ բաներ ա լինում, որ օրինակ ես կարող եմ գորգի վրա։ Հա, որ կարող է ինչ-որ սենց մի ամբողջ կյանք հավատացել եմ, որ դա տենց է, ու դա մի վայրկյանում հոդս ցնդի, ու դա կարա շատ շոշափելի հարցերին վերաբերվի։ Անգամ այն հարցերին, որոնք օրինակ կարող են, չգիտեմ, շատ ինչ-որ տարբեր տեղերից գալ, որ այսպես է ճիշտ, ինչ-որ հարցի հետ կապված, բայց հետո դու պրակտիկայի մեջ, երբ որ քեզ ես հանդիպում, հասկանում ես, որ այդ ճշմարտությունը քեզ հետ կապ չունի ու քեզ համար չի։ Ինչ վերաբերում է մեր մշակույթի հետ համատեղելի է թե չէ, նայած ինչն ենք դիտարկում մեր մշակույթի, եթե ձորերում գետերի մոտ շղկու թխկով քեֆ անելը ու յոգան իհարկե համադրելի է, որովհետև ցանկացած պրակտիկա ֆիզիկական համադրելի է մեր սովորական կյանքի հետ։ Ի վերջո մենք մոնքեր չենք դառնալու, այսինքն շամաններ չենք դառնալու եւ գնանք որևէ սարի վրա, դա շատ բարձր կետ է, հա, որը չեմ կարծում ամեն մեկին տրված է, այ եթե մի քիչ այնտեղ վերադառնանք, բայց ընդհանուր առմամբ գոնե այս կյանքում մեկ անգամ ինքդ քեզ զգալը յուրաքանչյուր մարդ պետք է ուղղակի ունենա այդ երևույթը։ Դրա համար կարծում եմ, որ համատեղելի է, եթե մարդը ցանկանում է համատեղել։ Գիտես ինչն է հետաքրքիր, Համլետ, հիմնականում են մարդիկ, ովքեր որ չեն զբաղվում յոգայով, միշտ գալիս են ամենավերջից են հարց տալիս։ Օրինակ կարող է առաջին օրը մարդ գնա յոգա պրակտիկայի ու ասի, իսկ ես պետքա բուսակեր դառնամ, շատ տենց մի անգամից էլի ինչ որ տենց, չգիտեմ, ինչը թողեմ, ինչը կամ որքանով է սա համադրվում իմ կրոնի, քրիստոնեության հետ։ Հա, օրինակի համար, եւ որքանով է համադրվում մեր տարածաշրջանի հետ։ Մենք ի վերջո սարերում ապրող գենետիկորեն, այսինքն այդպես են գալիս, իսկ հիմնականում
նման տարածաշրջանային մարդիկ, օրինակ միսը, չէ, դա միշտ ակտուալ է եղել։ Ես հիմա չեմ խոսում որն է լավ, որն է վատ, որը պետք է շատ լինի, որը պետք է քիչ լինի, սա յուրաքանչյուր մարդու ռացիոնն է, որ ինքն է ընտրում, ինչպես դասավորել իր կյանքը։ Օրինակ մեկին խորհուրդ ես տալիս, որ յոգայով զբաղվի, ասում, բայց ես մսից չեմ կա, ասում, բայց ես քեզ ասել եմ մսից հրաշարվի, օրինակի համար։ Դա կարող է ընդհանրապես կապել չունենալ, չէ՞։ Բացարձակ կարող է կապ չունենալ։ Կարծում եմ երկարատև պրակտիկան յուրաքանչյուրին կբերի որոշակի գիտակցության, թե ինչն է քեզ լավ, ինչն է վատ։ Ես հիմա ինքս օգտվում եմ ամեն ինչից, բայց ես գիտեմ, երբ որ լավ սնունդ եմ ընդունում, օրինակ երբ որ իկրա եմ ուտում, ես ավելի լավ եմ զգում, քան երբ որ օրինակ, չգիտեմ, ուտում եմ ինչ-որ մի բան, որը ուղղակի այդ րոպեին արագ պետք էր ծամել ու անցնել գնալ, բայց նենց չեն, որ վայ ես ինչի այդ բանը կերում, որովհետև չէ, նկատի ունեմ տենց օթերով չէ, յոգան տենց օթում ապրող մարդիկ չեն, այլ շատ հակառակը, շատ սենց, շատ ես կպնում։ Բայց ինչ-որ առումով նաև աշխարհից կտրվում ես, չէ՞։ Այսինքն ստացվում է, որ պետք է աշխարհից կտրվել գալ գորգի վրա, որպեսզի կարողանաս աշխարհը ավելի լավ հասկանալ, դասավորել, կա նման միտք։ Որ քեզ հնարավորինս լավ հասկանաս այդ աշխարհի մեջ, որ դրա համար գորգ է պետք։ Յոգան օգնում է։ Դրա համար գորգ է պետք, հա, որ դու կարողանաս ինքդ քեզ հասկանալ։ Գիտես ինչ հիշեցի աշխարհից կտրվելու հետ կապված Կարամազով եղբայրներում մի շատ ֆենոմենալ դրվագ կա, երբ Սրբահայր Զոսիման, որ այդ հոգևոր կյանքի ամբողջական խորհրդանիշն է վեպում, Այլոշա Կարամազովին ասում է դու գնա մեր մոտից, գնա աշխարհ, մտիր կյանք ու ոնց որ տառապանքների միջոցով ի վերջո դու կհասնես քո երջանկությանը որպես այդպեսին։ Ինչու ես դրվագը հիշեցի, որովհետև շատ հաճախ այս արևելյան պրակտիկաները աշխարհից գալը դեպի գորգ, թեկուզ ոչ յոգայում, բայց մեդիտատիվ պրակտիկաներ անելը, առանձնանալը աշխարհից շատ հաճախ չի կտրում մեզ այն տառապանքներից, որոնք պիտի ապրվեն իրական կյանքում, ոչ թե գորգի վրա։ Ըստ քեզ։ Չէ, հակառակը ինձ թվում է ավելի զգոն ես դառնում այդ էմոցիաների, տառապանքների նկատմամբ, ուղղակի միևնույն ժամանակ ինչ բառ կարող եմ այստեղ օգտագործել, ավելի գործուն կամ ճկուն, արթուն, ահա, վախ, լավն էր, այո, ավելի արթուն ես դառնում, թե ինչպես տանես քո այդ տառապանքը, այսինքն դու աչք չես փակում նրա նկատմամբ ինչը որ կա, դու իլյուզիայի մեջ չես, հակառակը, այստեղ կարող են իլյուզիաները ցրվել, որ օրինակ դու կարող ես որևէ այլ կերպով այտենց իլյուզիայի մեջ լինես, որ ոչինչ, հետո ինչ եւ այլն, sense ու այս պրակտիկան կամ մեդիտացիաները քեզ կարող են հակառակը բերել նրան, որ այդ իլյուզիաները ցրվեն ու դու հասկանաս, որ դու իսկապես խնդրի մեջ ես, ցավ ունես, անհանգստություններ ունես, դա չի նշանակում աչք փակել այդ ամեն ինչի վրա, այլ հակառակը նշանակում է արթուն աշխատել տվյալ խնդրի հետ, տվյալ դժվարության հետ, որովհետև ամեն մեկն էլ ունի դժվարություն։ Հիմա յոգայով զբաղվում ես, թե չես զբաղվում, մեդիտացիա անում ես, թե չես անում, աղոթում ես, թե չես աղոթում, գնում ես եկեղեցի, թե չես գնում եկեղեցի, հա, յուրաքանչյուր մարդ ինչ որ մի կերպով որոշում է կայացնում, դու Դոստոևսկիից խոսեցիր, ես էլ Չեխովից ասեմ, ինչպես դասականներին ենք ցիտում այսօր։ Դասականներին ենք այսօր ցիտում, որ երջանիկ լինելը դա որոշում է։ Ու դա ամենօրյա որոշում է։ Այսինքն հիմա նկատի ունեմ, որ այնպես չէ որ դու իլյուզիաների մեջ ես ապրում, բայց դու ես որոշում ինչպիսին մնաս այդ իրավիճակում։ Ամեն մեկի կյանքում կարա լինի դժվար խնդիրներ, ամեն մեկին կարող են վիրավորել, ցավեցնել, անարդար կորուստներ ունենալ, կյանքի իսկապես դառնության
էլեմենտներ յուրաքանչյուր մարդու էլ կարող է այցելել, բայց դու ես որոշում, դու այդ դառնության մեջ մնում ես տառապյալի, թե մարտիկի կամ բժշկված դուրս գալու կարգավիճակում։ Հետո մեր աշխարհում ապրելու համար այդ ինքդ քեզ կարգավորելու տեխնիկաները երևի շատ կարևոր են ու յոգան այդ հարցում օգնում է, որ դու կարողանաս ինքդ քեզ իհարկե շատ անկարգ աշխարհում, որտեվ այստեղ այնքան բան կարա կատարվի վարքյանների ընթացքում, որ եթե հանկարծ լավ չտիրապետես, կարող է ուրիշ տեղ տանի։ Իսկ այդ հենց քեզ կարգավորելը յոգան իրոք շատ է օգնում։ Դե յոգան նաև մտքի խաղաղության մասին է։ Ու հետաքրքիր է, որ որպես ստեղծագործող ես առաջ ունեի պատկերացում, որ դու պետքա ոնց թե ինչ խաղաղության մասին է խոսքը, մտքի էլի, այսինքն հակառակը դու պետքա պրպտող լինես, քեզ ինչ որ բաներ պետքա անհանգստացնեն, դու պետքա հոգու խորքում կոպիտ ասած ռոքեր լինես, այսինքն քաոսի մեջ պիտի լինես։ Հա, քաոսի մեջ լինես, որտեղից որ ստեղծագործական պայթյուններ կարող են տեղի ունենալ, այսինքն կարող ես ստեղծագործել։ Ու սկզբից երբ որ այդ մտքի խաղաղությունը ես մտածում եի, բա որ ես հանկարծ կորցնեմ ունակությունը ստեղծագործելու, խաղալու, որովհետև ի վերջո չգիտեմ, նույն դերասանական արվեստը շատ ժամանակ անհամաձայնության դրսևորում է, չէ՞, այն ամեն ինչի հետ, ինչը որ կատարվում է կյանքում։ Բայց հետո ես հասկացա, որ երբ որ դու ստեղծագործում ես այդ հանդարտությունից, դու շատ ավելի բեղմնավոր ես, պրոդուկտիվ ես, քան քաոսի մեջ։ Որտեվ անգամ պրիմիտիվն է, երբ որ օրինակ հիմա ես քեզ հետ խոսեմ ու մտածեմ, որ հեռախոսս կորցրել եմ, ես արդեն քաոտիկ ինչ որ իրավիճակում եմ հայտնվում, մտածում եմ որտեղ եմ թողել, քեզ չեմ լսում, այսինքն չկամ։ Այդքան իրականության մեջ չեմ։ Իսկ ներկայի մեջ լինելը կարևոր է։ Իսկ ներկայի մեջ լինելը կարևոր է եւ արվեստում առավել եւս արվեստում ու առավել եւս կյանքում։ Դրա համար մենք վերադարձանք այն կետին, որտեղից սկսել էինք, որ յոգան օգնում է քեզ ավելի լավ ճանաչել ինքդ քեզ։ Այո, հաստատ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ զրույցի համար։ Նամաստե։ Նամաստե։